մենք իդեմս քեզ ունենք մարդ, որը որ ներկայացնում է առասարակ քաղբանտարկյալների ընտանիքը եւ շատ քչերն են դրա մասին խոսում։ Խնդրենք որպես առաջի հարց մեզ ասես ոնց է յոլա գնում առանց նախ ասենք որ առաջին անգամ է Լուսինեն այս տաղավարում, առաջին անգամ է հյուր ու այդ առասարակ առաջին անգամ եմ այս ֆորմատով, միշտ տնից եմ հետևել, անգամ չգիտեմ ստեղ դասավորությունը ոնց է արվել, մարդ հյուրերը որ գալիս են որտեղ են սպասում, ես միջանցքում էի սպասում։ Շատ նորմալ է, բականիկը ինչ գործ ունի մարդու գործերի մեջ Ղարնովի։ Չէ, ես հետևում էի միշտ, պատրաստում էի ամեն ինչը։ Տերում եք, չէ։ Չէ, ես իմ տեղը եւ իմ դերը միշտ իմացել եմ։ Ես գիտեմ, ու դու բացահայտում էիր ու իսկապես ես շատ ուրախ եմ որ դու հանրային դաշտում քո քայլը քո մուտքը արեցիր ու ես միանում եմ Ռուբենի են մանավանդ քավորական է ասում որ տղեկը դուրս գան չգան կապ չունի դու պիտի շարունակես ու կարաս օրինակ առանձին չգիտեմ քո համար ինչ-որ մի ուրիշ ֆորմատով որովհետև քո մոտ իսկապես շատ լավ է ստացվում բայց չներկայանամ ես քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն եմ չեմ ուզում այդ երկար շարունակվի այո նենց անենք որ այո որ ես Լուսինե Արաքելյանն եմ այո Նարեկ Սամսոնյանի կինը առանց քաղբանտարկյալ բարի մի sense հետաքրքիր բան է պատմեմ նախքան հարցին անցնելը որ նոր էինք ամուսնացել ու դե ես կազմակերպության հիմնադիրներից եմ մեր միշտ նախքան երեխեքի ծնվելը միշտ ներգրաված եմ եղել ու որ մարդիկ էին գալիս Նարեկ ծանոթանալուց առաջին ասում էր կինս է ու սկզբից ասում էի ինչ ես ասում կինս ասա որ կազմակերպության համահիմնադիրներից է ուսումնական ոլորտն է համակարգում հետո ասա ու հիմա եկել հասել ենք այն օրը ես վերջերս ընդհանրապես եմ հիշում որ ասում եմ հիմա այն որ ասում են քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն է առաջինը դա իմ համար մեծ sense պատիվ է ու հիշեցի թե ոնց էի առաջ վերաբերվում տենց ինձ ներկայացնելուն ու հիմա ոնց եմ վերաբերվում մեր առօրյան շատ է փոխվել որովհետև ես մեր տանը ամեն ինչը մեր տանը Նարեկն է միշտ արել կարծում եմ դու էլ գիտես մեր տան առևտրից մեր ամեն ինչից ինքն է ամեն ինչն արել անգամ ոդկասթի օրերին Չնայած շատ զբաղված էր բայց անպայման ընտանեկան հարցերով զբաղվում էր երեխեքը եթե անգամ կարող է շատ հանդիպումներ Նարեկն ունենար բայց երեխեքը եթե ուզենային պապա գան կոֆեից կամ պապա գնանք այստեղ առաջինը տանում էր իրանց զբաղվում էր իրանցով առաջինը տանում էր իրանց երկրորդը Շանը Շներին ես մի մեկին գիտեմ փոքր շուր նրան չեմ տեսել բայց ստոր մի լուրջ մի հատ շուկա փոքրնել ունենք երկուսով հա գալիս էր հիմա այս վերջերս արդեն առևտուրն անելուց հետո գալիս էր մինչև ես հաց էի դնում ինքը պարտադիր ստարկի այդ վարժության վարժություններն անում էր պարապում էր ամեն օր չեն նայում ես հաղորդումը հա չէ ամեն օր պարտադիր անջատի Ես ամբողջ օրը հաց չէի ուտում, սպասում էի, որ գար միասին հաց ուտենք, գիշերը 8 ժամի, մենք միշտ ոդկասթի օրերին, գիշերը 8 ժամին ենք միշտ հաց կերել։ Ես խանութների գներ, ապրանքների գներ, առևտուր, տենց բաներից գաղափար չունեմ։ Ուզում ես ասես լավ է բախ, չէ՞, որ դու sense լավ է, ու իմացար ապրանքների ինչ չէ, ես չեմ կարող առևտուր անեմ։ Չէ, չեմ անում։ Այսինքն ոնց հասկացանք շատ փոխվել է քո առօրյան դե բնականաբար տենսել պիտի լիներ ես էլ եմ դրա միջով անցել հեղինեն էլ է դրա միջով անցել հարցեր ուզում տայր թե հարցը մեր առօրյան շատ է փոխվել որովհետև ինքը սենց ասեմ ես տանը կարում էի քնեի այն ժամանակ երբ որ ինքը տանն էր լինում օրվա ընթացքում հոգնած լինեի գարտուն երեխեքի հետ զբաղվել որ կարողանայի քնեի հիմա այդ չկա Ես կուզենայի այդ ընտանիքի առօրյայի մասին խոսելուց երեխեքի մասին հատուկ խոսել, որտեվ այ էլի եմ ասել ու չեմ զլանա նորից կրկնել, քաղբանտարկյալների զրկանքները շատ մեծ են, բայց իմ կարծիքով ընտանիքի անդամների ու հատկապես երեխեքի զրկանքները ել ավելի մեծ են միշտ լինում, երբ որ դու գիտես, որ քո հայրը անազատության մեջ է այն պատճառով որ ինքը լավ բաներ է արել, այլ ոչ թե վատ բաներ է արել, էս էլ շատ կարևոր։ Գիտես երեխեքին ոնց դաստիարակեց էդի մարդը։ Հա, էլի, որ բանտում դիլնեն գողերը։ Հա, էլի, բայց ինչ գործ ունի իմ papan բանտում էլի, որը լավ բան է արել, ոչ թե վատ բան է արել, այսինքն լավ բան է նա, որ Բայց մեր
Սենց ճակերտավոր ասեմ բախտը բերել էր այնքանով, որ երեխեքը շատ սիրում էին Բագրատ Սրբազանին ու գիտեին, որ Բագրատ Սրբազանը բանտում է, դատերին հետևում էին ման։ Մի անգամ այդ էմոցիոնալ ու իրանք արդեն դա գիտեին ինչա, ու երբ որ Նարեկի մաման իրանց ասել էր պապային տարել են Բագրատ Սրբազանի մոտ, երեխեքն ուրախացել էին։ Երեխեքն ուրախացել էին, իրանք ճիշտ է շատ փոքր են, բայց մենք ամեն ինչ անկեղծ իրանց պատմում ենք, իրանք գիտեն, ճիշտ է, անհանգստանում են, մամ ասում է, ինչի վրա է պապան քնում, կամ ինչով է ծածկվում պապան, բարձ ունի պապան, սենց բան է, ուտելիք ունի պապան, ինչ է ուտում, հիմա ինչ է անում, սենց հարցեր անընդհատ տալիս են։ Որովհետև աղջիկներ են, այ որ տղաներ լինեն, հաստատ չէին հարցնի, թե ինչու ծածկվում է, թե չի ծածկվում։ Հա, դու այդ դրա հաշվասն ես, չէ՞, քեզ ոչ չէ ինչ է ուտում պապան, Նարեկը շատ մեր տանը շատ խոհանոցը շատ սիրում է։ Մեկ-մեկ չէ, համարյա միշտ սարքում էր, ամեն ինչ սարքում էր։ Ազատվելու գնանք նորմալի, բա սարքի նստենք, Չէ, ինքը շատ լավ համով ձեռք ունի, շատ մեծ սիրով, նվիրվածությամբ սարքում էր։ Ես վայելում էի, չէ։ Օրինակելի ամուսին էլ է։ Շատ։ Իրան սենց եթերով տեսնող մարդիկ միշտ մտածում են, որ սենց ինքը բան սենց ոնց ասեմ, կոպիտ տղամարդ է, բան, բայց ինքը իրականում այնքան ասեմ, շատ մեղմ, ես իրան միշտ ասում էի, դու աշխարհի ամենաճիշտ ֆեմինիստն ես, ինքը միշտ որ խոսում էր, այն ֆեմինիստ ասված ասում էր, չէ, այն որ կնոջ կողքին, ամեն ինչով երեխեքի կողքին, նենց բան չի եղել, որ երեխեքն իրանից ուզեն, ինքը չանի։ Ռոբ, ժամանակյանը նորմալ տղա է, գիտես։ Հիանալի ազնվորություն բարձվեց։ Ես ուզում եմ մի մեկնաբանություն կարդալ Բալաշի Սերոշ անունով օգտատերը, այդպես է անունը, բայց դե երևի Սերգեյ է անունը։ Լուսինե ջան, որպես անցած դժվար ճանապարհ, գիտեմ ինչ դժվար է մանավանդ ձեր համար, կետադրական նշաններ չկան, ես պետք է էլի դնեմ համբերություն ձեզ։ Իր անունս ոնց էր դուք կրկին, դուք կրկին անգամ ապացուցեցիք, որ ուժեղ եք եւ թիկունք ձեր ամուսնուն Այլ տարբերակ չունեմ։ Ստեղ են ասում, հաջողակ տղամարդու հետևում հիանալի կին է լինում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Սերգեյ ջան։ Էլի տենց քաջալերանքի խոսքեր են շատ մեր մեկնաբանություններում։ Ես ասեմ, որ արդեն 770 դիտողները մենք անցանք եւ ճիշտ է, սա քո առաջի հաղորդումն է, բայց լսարանը շատ դրական է վերաբերվում։ Շնորհակալ եմ։ Լույս, Ես մեկ ուզեի տանը լինեի։ Հա, բնական է, բայց տես քո վիճակում գտնվող շատ Մի վայրկյան։ Վայ։ Ճիշտ բան է ասում Ալեքսը Բուշկո։ Հələ։ Լուսինեն ասում է, անցյալով մի խոսեք։ Դες ներկայով խոսեք, էլի, այդպես ինչ-որ մի քիչ անցյալ ժամանակ էր ոնց որ օգտագործում։ Չէ, դե հիմա ստեղ չի։ Ալեքս ջան, դե այս պահին ստեղ չի, հիմա մարդը ոնց կարա անցյալով չխոսի։ Կներես։ Ինչ էի ուզում ասեի, նենց է ստացվել, որ շատ լավ գիտես, ինչքան շատ տաղավանդակյալներ ունենք, նրանցից շատ-շատերը բնականաբար ընտանիք ունեն, կին ունեն, երեխեք ունեն, որպես հանրային արդեն ճանաչելություն, հա, ճանաչում ունեցող, նախասակա արդյոք շփում այդ ընտանիքների հետ թե չէ, եւ ինչ խորհուրդ կտաս քո օրինակով կամ ինչ կկիսվես նրանց հետ, որ կուզենայր, ինչ կուզենաս իրենք իլանել։ Ցավոք չունեմ շփում, որովհետև չեմ հասցնում ազիվ երեխեքի այս խնամքի հետ կապված հասցնում եմ կամ ստեղ տեսանյութերը նկարել։ Ասում ես համել մամա եմ, էլի, որ ջան։ Զբաղվեմ ու ես միշտ այն ինչ մամա եմ դարձել, այդ մեղքի զգացումը մամայական ամեն հարցում ունեմ, որ իրանց պետքա քնածնե, իմ համար առաջնայինը միշտ իրանք են ու իրանց խնամքը, իրանց ամեն ինչը միշտ սիրում եմ, իրանց ամեն ինչին ես ներկա լինեմ։ Շատ լավ տատիկ ունենք, որ ամեն ինչով օգնում է, շատ լավ պապիկ ունենք, որ ամեն ինչով օգնում է, բայց ամենայն հարգանքով ամենայն սիրով, բայց սիրում եմ ամեն ինչին, որ ես հնարավորինս մասնակցեմ, ու այդ մեղքի զգացումը միշտ կա, որ օրինակ հիմա պետք է իրանց քնածնե, իրանք չէին ուզում քնեին, որովհետև միշտ իրանք Նարեկին պարտադիր զանգում բարի եթեր էին ասում, որ իմացան, որ այսօր պետք է գամ եթերի, ուզում էին եթերին անպայման նայեին իրանք, չքնեցին, ես իրանց հուսով եմ քնել են, հուսով եմ քնած են։ Եթե չեն քնել, մենք փոխում ենք Եթե չեն քնել, իրանց պաչիկներ քնեք։ Քնեք, շուտ գնացեք քնելու։ Երեխեք ջան, նայեք, լավ դե հիմա։ Իրանք շատ ուրախանում են, որ իրանց պապայի ընկերներին լսում են։ Մենք ասում ենք գնացեք քնեք, նայեք։ Նարեկի փոքր աղջիկը իմ ընկերն է։ Հա, դա։ Մենք տենց հատուկ
բան կա էլի մեր մեջ Ինքը ամաչկոտ չի, մեծ ամաչկոտ, բայց բուջուրն ամաչկոտ չի, շփվում է լավ։ Հա, так что Ես ընտանիքներին անպայման կուզեի, որ իրենք երբևիցե չնեղվեն որևիցե բանից, որ հպարտ լինեն։ Ճիշտ է, դժվար է, հիմա ես էլ համասում եմ եկեղեք հպարտ, համասում եմ ես հպարտ եմ, որ ես քաղբանտարկյալի կին եմ, հպարտ եմ իմ ամուսնով, բայց ոչ ոք չէր ուզի հայտնվել այս իրավիճակում, ոչ ոք չէր ուզի ապրել նենց երկրում, որտեղ դու երկիրը սիրելու համար, պետությունը սիրելու համար պետք է հետապնդվեիր իշխանությունների կողմից ու հետապնդվեիր նենց աբսուրդ բաների համար, որ չգիտեմ, զարգացող երկրում, ժողովրդավարության ձգտող երկրում դրանք պետքա լինեին դատապարտելի բոլորի կողմից, բայց ապրում ես տենց իրավիճակում, պետքա չվհատվել, խոսել անպայման, դառնալ իրենց սիրելիների խոսափողը, եթե մարդկանց բանտարկել են, որպեսզի նրանց լռեցնեն, դուք ստանձնեք այդ պարտականությունը ձեր վրա եւ դուք խոսեք, թող ձեր միջոցով ձեր սիրելիները խոսեն, երբեք մի լռեք, երբեք մի վախեցեք, որովհետեւ լռեմ, որ հանգարց ավելի չվատանա իրավիճակը, այտենց բան երբեք չի աշխատում, ինչքան լռեք, այնքան իրավիճակն ավելի վատանալու է։ Ինչքան լռեք, ինչքան ձեր մասին չխոսեն, ինչքան ձեր անունները չտան, այնքան ավելի սենց արխային իրանց չարգոցն անելու են սրանք։ Շատ կարևոր բան ասեցիր ու այս փորձ ընթացքն էլ ցույց տվեց, որ շատ-շատերը, որոնց թվում է թե իրանք տենց մի քիչ խոսեն կամ տենց մի քիչ փորձեն դուր գալ այս իշխանություններին, իրանք տենց կարողա մի քիչ տեղ ունենան Պլեստան ծառաներին են իշխանությունները չեն խորային բանտեր են ուղարկում, բայց շատ լավ եղավ որ տենց եղավ, իշխանությունը ցույց տվեց, որ բոլորի տուն էլ մի օր գալու է։ Ու հիմա թող այդ մարդիկ մի անգամ ավել մտածեն ու հասկանան լավ ում էր պետք է ձեր փորձերը, այդ ձեր, չգիտեմ։ Հիմա օրինակ հետևում եմ մամուլի հրապարակումներին, թե այս կպականները ոնց են քաստինգ անցնում նախընտրական ցուցակներում հայտնվելու, ու տեսնում եմ թե ինչքան անողոք են գտնվում այդ անդամներն, անգամ իրենց թիմակիցների հանդեպ, ինչ բաների քննություն են հանձնում, կեսը չեն անցնում այդ քննությունները, հետո բողոքարկում են, հետո ասում են մենք մեզ ավելի լավ կպահենք, ու շատ իրականում շատ զզվելի է այդ ամեն ինչը։ Ես ուզում եմ մեր դիտողներին տեղեկացնել, որ նոր տարվա գիշերը Անտիֆեյքի հերոսական թիմը մի շատ հետաքրքիր տեսանյութ է պատրաստում բազմաթիվ հանրային գործիչների մասնակցությամբ, մեր մեջ ասած ոնց որ մենք էլ ենք չէ մասնակցելու, դու էլ ես չէ մասնակցելու Այո։ Նաև մենք էլ ենք մասնակցելու, որը սոցիալական հոլովակ լինելու նպատակ ունենալով հերթական անգամ հանրության ուշադրությունը սևեռել քաղբանտարկյալների եւ նրանց ընտանիքների խնդիրներին։ Ես տենց հասկացա էլի, որտեղ ես էլ եմ տենց հասկացել։ Եվ նորից ասեմ, շատ կարեւոր է, որ Անտիֆեյքի խմբագրակազմի այս նոր քաղաքականության մեջ մտնում են նաև ընտանիքները անարդարացիորեն հաճախ մոռացվում են եւ Լուսինեն իր գործունեությամբ ինչ որտեղ փորձում է այդ անտարբերության վիճակը վերացնել, սա շատ կարեւոր է եւ ես կոչ եմ անում այն բոլոր քաղբանտարկյալների ընտանիքներին, որոնք որ իրենց մեջ ճիշտ կհամարեն, որ նրանք էլ էս նույն ճանապարհով անցնեն, ասենց ասեմ, չվարանել եւ դա կարծում ենք, որ ճիշտ մոտեցում է, որտեվ իրենց նպատակը, ինչպես շատ ճիշտ ասեց Լուսինեն, լրացնելն է եւ թող մեկի փոխարեն երկու հոգի խոսեն։ Դա կլինի ճիշտ եւ արդարացի արձագանք այն նպատակին, որ դրված է մարդկանց ձերբակալելու, կալանավորելու որոշման ներքո։ Դրա ճիշտ արձագանքը կլինի։ Ես կուզեի նաեւ, քանի որ ձեր ընտանիքը կազմված է ոչ միայն մարդկանցից, այլև մարդկանց լավագույն բարեկամներից, երկու շներից, մեկը շուն, մեկը շունիկ։ Քանի որ մենք էլ մի շունիկ ունենք։ Ձակուկ։ Հա։ Ես մինչև մեր ընտանիքը որ համալրվեց այդ շունիկով, ես շատ անտարբեր էի, էլի, այդ բաներին վերաբերվում, էլի, այդ հարցերին վերաբերվում, դա շուն է, էլի, իր համար, հետո ինչ։ Հետո հասկացա, որ դա ինչ որ կենթանի շատ հավատարիմ կենթանի է իրանից ներկայացնում ու քանի որ Նարեկը շատ կապված էր նաև իր շների հետ, կուզենայի մի երկու բառով էլ ասես թե շները ոնց են արձագանքում, էլի, ոնց է իրանց
տրամադրությունը, բանը մեծը լորդը լորդը։ ինքը առանց Նարեկի շատ տխուր է առաջի օրվանից, տխուր մանր գալի միշտ սպասում Նարեկին դրան մոտ անհանգիստ ու հիմա Նարեկի անկողնու վրա որտեղ Նարեկն է քնում ինքը այդտեղ է գնում քնում ես երեխեքի մոտ եմ քնում մեր սենյակում չեմ քնում լորդն է քնում Լորդը զբաղեցրել է լորդը հաչել լորդը հենց Նարեկը որտեղ որ Նարեկը քնում է հենց այդ հատվածում քնում է լորդը իսկ այն չարաճճի ստարկը առաջի օրվանից որ Նարեկը չեղավ ինքը որոշեց որ տանտերն ինքն է լինելու այո սկսեց բոլորի վրա հաչալ սկսեց ցույց տալ որ ինքն է տան ղեկավարը բայց դորից այդ մի երկու օրը իրան անտեսել էի իրանով չէինք զբաղվի անգամ առաջի օրը մոռացել էի իրան կերը տայ Նարեկը հոսով չի նայի ես դողարկումը ինչ լավ որ Նարեկը զրկված է օրա հա այս հաղորդումը նայելու չէ հենց Նարեկ եք դուրս գալ ես մասը պետք է կտրել հա թե չէ չէ այդ օրը մոռացել է իր երկրորդ կերը տալ բայց հաջորդ օրը դե կոմպենսացրեցի, այդ սկսեցինք արդեն իրենով զբաղվել, հա։ Ինքը անընդհատ սոված է, ես չգիտեմ գերմանական հովվաշուն, եթե պահող մարդիկ կան, այս ձագուկները միշտ սոված են իրանք, անգամ իրանց կերը ամբողջությամբ ուտելուց հետո իրանք անդադ ուտելիք են ման գալիս, անդադ սոված են։ Ինձ համար դա նորություն էր, որտեվ մենք մեր մեծ շանը խնդրում էինք, համոզում էինք, որ ուտի, տարբեր մսային տեսականիով համոզում էինք, մի օր հավի միս էր ուտում, հաջորդ օրը հավի մսով չէր ուտում, դավարի միս էր ուտում։ Մի հատ այդ բանը հարցնենք, ովքեր որ ունեն մեր 800-ից ավել դիտողներից, ովքեր ունեն գերմանական հովվաշուն, ավճարկա էլի, ավճարկա, չի ավճարկա հայերենով գրապարով ասած ավճարկա։ Միշտ սոված։ Մի հատ գրեք էլի, տենց է վիճակը, թե մեր ստարտն է որ տենց մի քիչ տարօրինակ վարքագիծ է դրսևորում։ Չէ։ Իդեպ մի բան էլ ասեմ, Լուսինե ջան, հրայրը քեզ ա դիմում, ասում է Լուսինե ջան, գոնե դուք ասեք, որ լայք են։ Ռուբն ու Արսենը շատ пассив են։ Ճիշտ է ասում։ Այ քեզ բա։ Սիրելի հետևորդներ։ Հա, մենք ենք пассив։ Սիրելի հետևորդներ, Նարեկի ու Վազգենի գաղափարակիցներ, խնդրում եմ եղեք ակտիվ, լայքեք, շեյր արեք, որովհետև Նարեկենց բռնվելուց երևի մի քանի օր առաջվանից արդեն YouTube-ը shadow ban ա դրել եւ անգամ ինձ չի գալիս այդ notification-ներ, ծանուցումները, որ anti-fake-ի ցանկացած բանի վրա, որ գալիս էր այդ notification-ները, որ հաղորդումը կամ ինչ-որ բան սկսել, դրանք չի գալիս։ Իսկ երբ որ դուք ակտիվ լինեք կոմենտներում եւ լայքեք, տարածեք, հնարավորինս շատ մարդիկ կտեսնեն եւ այդ միջոցով կգան հարթակ ու կկարողանանք հաղթահարել այդ YouTube-ի shadow ban-ը։ Այդ ինչի համար է դա դրել, ինձ մի քիչ։ Չէ, դա տեխնիկական բան է, արհեստական պատճառ չէ ունեցել ինչ որ։ Նախագահի հետ թողարկման ընթացքում դիտումների կտրուկ աճ եղավ, որը որ կասկածելի դիտվեց։ Իսկ հնարավոր է որ միջամտություն հենց այդ պահին ես կարծում եմ եղած կլինի, որովհետև անընդհատ anti-fake-ի YouTube-ի հետ լինում է այդպես բաներ։ մի անգամ էլ եղել։ Facebook-ի հետ էլ է լինում, YouTube-ի հետ էլ է լինում ու հենց այդ պահին, երբ որ դիտումները կտրուկ տենց բարձրացել էին, աղջիկները կապվել էին YouTube-ի հետ, տեղեկացրել էին, որ սենց բան է լինելու, որպեսզի կանխեն, բայց փաստացի դա ոչ մի նշանակություն չունեց